Քառասնութ շրջանը քրիստոնյայի կյանքի վերածննդի, փոփոխությունների, անկումների եւ վերելքների շրջան է, եւ մարդ կանգնում է իր իսկ դիմաց, քնում ինքն իրեն, պայքարում սեփական թուլությունների դեմ։ Այստեղ սկսում են ամենազորավոր բախումները մեր հոգեվոր աշխարհում եւ մարդու ներսում ի հայտ են գալիս մարդկային պակասությունները։ Արթուն եղեք, հսկեցեք, քանի որ ձեր ոսողը սատանան մռնչում է առյուծի պես, շրջում եւ փնտրում է, թե ում կուլ տա։ Մեր համբերությունը փորձության է ենթարկվում, մեր համեստությունը խոցվում, մեր վստահությունը երերում, մեղքը տակում է հոգու դռները ու ձգտում ներս մտնել։ 40 շրջանում առավել տեսանելի են դառնում այն մեղքերը, որոնք հաճախ աննկատ են առօրյա կյանքում։ Հպարտությունը, բարկությունը, նախանձն ու եսասիրությունը։ Դրանք մահացու մեղքեր են, որոնք ոչ միայն խոցում են հոգին, այլև ստեղծում են անդունդ Աստծո եւ քրիստոնյայի միջև։ Եթե 40 շրջանը հոգեվոր պայքար է, ապա համբերությունն ու համեստությունը մեր վահաններն են։ Առանց համբերության ընկնում են գայթակղությունների մեջ, առանց համեստության պահքը վերածվում է ինքնագոհության եւ կամ ինքնագոհության առիթ։ Բայց Աստված մեզ ցույց է տալիս հաղթանակի ուղին։ Խոնարհվեք Տիրոջ առաջ եւ նա կբարձրացնի ձեզ։ Համբերությունը հոգու ամրությունն է, հավատքի առաջին եւ հիմնական փորձակարը, եւ մարդը ընտրում է քրիստոնեական կյանքը անխուսափելիորեն բախվում է դժվարությունների, աշխարհը չի ընդունում ինքնազոհողությունը, մարմինը չի սիրում զրկանքները, իսկ չարը չի ցանկանում, որ մոտենանք Աստծուն։ 40 շրջանում հենց համբերությունն է, որ օգնում է հաղթահարել հոգնածությունը, ձանձրույթը, գայթակղություններն ու փորձությունները։ Համեստությունը զարդարում է հոգին եւ պահպանում այն, որ մեր պայքարն ու հաղթանակները չվերածվեն ինքնասիրության։ Քրիստոս սովորեցնում է չպարտանալ մեր պահքով, այլ անել այն աննկատ, ի սրտե, միայն Աստծուն հաճելի լինելու համար։ Համեստությունը ոչ թե թուլություն է, այլ մեծագույն ուժ, այն ազատում է մարդուն իր եսի գերությունից եւ բացում ճանապարհ դեպի ճշմարիտ հոգեվոր կյանք։ Թող համբերությունն ու համեստությունը լինեն մեր ուղեկիցները ոչ միայն այս 40 օրվա ընթացքում, այլև ողջ կյանքի ճանապարհին։ Այս երկու առաքինությունները մեր գլխավոր պաշտպանություններն են գայթակղությունների դեմ։ Եթե չսովորենք համբերել, չենք կարող դիմակայել դժվարություններին, իսկ եթե չսովորենք համեստություն, մեր ուժերը կվերածվեն հպարտության, որը կկործանի մեր պայքարը։ Քրիստոս խոնարհությամբ լվաց աշակերտների ոտքերը, համբերությամբ կրեց խաչի ողջ ծանրությունը։ Եթե ցանկանում ենք հետևել նրան, պետք է քայլենք նույն ճանապարհով, ոչ թե մեր եսը բարձրացնելով, այլ Աստծուն ամեն ինչից վեր դասելով։